Բարի գալուստ էդ սթորի։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ 2006 թվականի մի դրամատիկ ֆիլմ, որը կոչվում է Գերագույն պարգևը։ Ֆիլմը սկսվում է մի տարեց մարդով, ով հարցնում են կապի մեջ ենք ակնարկելով, որ շուտով ինչ-որ բանի համար տեսանյութ է ձայնագրելու։ Քիչ անց տեսարանը փոխվում է մի կնոջ, ով հոգնած խոսում է հեռախոսով ինչ-որ մեկի հետ, նա մտնում է սենյակ գլխավոր հերոսներից մեկի, պարոն Թեոֆիլուս Համիլթոնի մոտ եւ ասում նրան, որ նա մահացել է։ Համիլթոնը պատվիրում է նրան կապ հաստատել նրա ընտանիքի անդամների, խորհրդի անդամների եւ նրա ունեցած այլ բիզնես ձեռնարկությունների հետ, կինը հայտնում է իր ցավակցությունները, ապա գնում է անելու այն, ինչ նրան ասացին։ Որոշ ժամանակ անց տեսարանը տեղափոխվում է գերեզմանատուն, որտեղ տեղատարապ անձրևի տակ հուղարկավորություն է տեղի ունենում, երկու տղամարդ խոսում են այն մասին, թե հանգուցյալն ում հետ է խոսել, որպեսզի երկնքից անձրև գա։ Մենք պարզում ենք, որ մահացած մարդը Հովարդ Ռեդ Սթիվենսն է, մինչ քահանան խոսում է Հովարդ Սթիվենսի մասին, մենք տեսնում ենք մի փոքրիկ աղջկա, ով բռնել է վարդագույն անձրևանոց, նա ցած է դնում իր անձրևանոցը, անձրևը վայելելու համար, եւ մայրը հարցնում է նրան, թե ինչ է անում։ Շուտով երկու տղամարդկանցից մեկը մոտենում է իր հարգանքի տուրքը մատուցելու, նա ասում է, որ Հովարդը ցանկանում էր թաղվել Տեխասի հողի տակ, իր ծննդավայրի, որը տղամարդն իր հետ բերել էր տարայի մեջ, մինչ նա հողը լցնում է դագաղի վրա, հայտնվում է ռոք երգեր բարձր հնչեցնող մի ավտոմեքենա։ Մեքենայից իջնում է մի շատ մեծամիտ տեսքով տղամարդ, եւ նրա մայրը գալիս է նրան դիմավորելու, մայրն ասում է նրան, որ նա ուշացել է, իսկ նա հարցնում է, ինչի՞ս։ Որոշ ժամանակ անց մենք տեղափոխվում ենք կոնֆերանսների դահլիճ, որտեղ պարոն Համիլթոնը դիմում է խորհրդի անդամներին։ Նա սկսում է պարոն Սթիվենսին հարգանքի տուրք մատուցելով եւ խորհրդի անդամներին պատմելով այն մասին, թե որքան շատ էր նա նշանակում իր համար եւ ինչպես են նրանք ընկերացել, բայց նրան ընդհատում է խորհրդի անդամներից մեկը, ով հարցնում է, թե արդյոք կարող են անցնել Ռեդի կտակին։ Երբ Համիլթոնը սկսում է կարդալ Ռեդի կտակը, մենք պարզում ենք, որ ավագ որդուն Բիլին շնորհվել է նավթագազային ընկերությունը, բայց քանի որ Բիլը որևէ հետաքրքրություն չուներ ընկերության նկատմամբ, խորհուրդը կշարունակի պահպանել վերահսկողությունը։ Ռեդի կտակը նաև մի կետ էր պարունակում, որն ասում էր նրանց լքել սենյակը իրենց բաժինը ստանալուց հետո։ Կանանցից մեկին տրվել էր 10,000 ակր մակերեսով անասնապահական ֆերմա, բայց դա նրան այնքան էլ դուր չեկավ, եւ նա զայրացած հեռացավ։ Մեկ այլ ազգական նույնպես զայրացած հեռանում է, գոռալով, թե ենթադրում էր, որ ինքը կհարստանա։ Հաջորդ ազգականը պարոն Ռեդի հանգուցյալ որդու, Ջեյ Հովարդ Սթիվենսի այրին է, պարոն Ռեդը նրան է թողել այն կալվածքի վերահսկողությունը, որտեղ նա բնակվում է, եւ կառավարվող հավատարմագրային ֆոնդը նրա բոլոր ծախսերի համար, բայց պարոն Ռեդը նշել է, որ նա չի կարող վաճառել կալվածքը, վերահսկողությունը թողնելով հոգաբարձուներին։ Երբ գլխավոր հերոս Ջեյսոնը, նույն տղան, ով եկել էր հուղարկավորությանը ավտոմեքենայով, պատրաստվում է հեռանալ, Համիլթոնը կանչում է նրան։ Ջեյսոնն ասում է, որ գիտի, որ պապն իրեն ոչինչ չի թողել, բայց Համիլթոնն ասում է նրան, որ դա այդպես չէ։ Երբ Ջեյսոնը մտնում է կոնֆերանսների սենյակ, նա նկատում է, որ պարոն Ռեդն իրեն թողել է մի տուփ, որի մեջ DVD կա։ Այս DVD-ն պարունակում է այն տեսանյութը, որը ցուցադրեցին ֆիլմի սկզբում։ Պարոն Ռեդը դիմում է Ջեյսոնին, նա ասում է նրան, որ շատ սխալներ է թույլ տվել իր ընտանիքի հետ, նա ասում է, որ Ջեյսոնն այն մեկն է, ում ինքն ամենաշատն է վիրավորել, ուստի ցանկանում է նրան ինչ-որ բան տալ, բայց նաև չի ցանկանում, որ դա կործանի նրան, ինչպես իր հորեղբայրներին ու մորաքույրներին կամ նրանց երեխաներին։ Պարոն Ռեդն ասում է, որ ցանկանում է Ջեյսոնին տալ մի շարք նվերներ, որոնք նրան կտանեն դեպի Գերագույն պարգևը, բայց դրա համար նա պետք է կատարի մի շարք առաջադրանքներ։ Այս առաջադրանքները պետք է կատարվեն պարոն Համիլթոնի գոհունակությամբ։ Տեսանյութի ավարտից հետո Համիլթոնը Ջեյսոնին տալիս է Հյուսթոնի թռիչքի տոմս վաղվա համար, առավոտյան ժամը 7-ին։ Ջեյսոնն ասում է, որ շահագրգռված չէ, բայց Համիլթոնն ասում է նրան վերանայել դա։ Ջեյսոնն ասում է, թե նա հնարավոր ինչ կարող է տալ իրեն, որն արդեն խլած չլինի։ Ջեյսոնն ինչ-որ խնջույքի է, մի աղջիկ հարցնում է նրան, թե ինչ է անցնում նրա մտքով, նա պատմում է նրան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այսօր։ Նա ասում է նրան, որ չի գնա այն վերցնելու, բայց աղջիկը, ինչպես տիպիկ փողի հետևից վազող, կարծում է, որ դա ոսկի է։ Տղան ասում է նրան, որ Ռեդը կործանել է իր կյանքը եւ որ ինքը չի վաճառի իր հոգին դրա համար։ Բայց աղջկան հաջողվում է համոզել Ջեյսոնին եւ նա որոշում է թռչել Տեխաս։ Տեխասի Հյուսթոն քաղաքում նա հանդիպում է Գաս անունով մի մարդու։ Գասն ասում է նրան, որ նա նման է մի տղայի, ով իր կյանքում ոչ մի օր ստիպված չի եղել աշխատել։ Գասն ասում է, որ ինքն է Ջեյսոնին տեղափոխողը այսօրվա համար։ Մինչ Գասը վարում է մեքենան, նա Ջեյսոնին պատմում է, որ ճանաչում էր նրա պապին։ Գասը տանում է Ջեյսոնին իր տուն եւ ասում է նրան տեղավորվել։ Ջեյսոնը հարցնում է Գասին այն նվերների մասին, որոնք նա պետք է ստանա։ Ինչին Գասը պարզապես ծիծաղում է եւ հեռանում։ Ջեյսոնն արդեն իսկ ատում է այդտեղ գտնվելը։ Հաջորդ առավոտյան Գասը փորձում է արթնացնել Ջեյսոնին վաղ առավոտյան, բայց Ջեյսոնը պարզապես ասում է նրան, որ կոր չի։
Գասը, լինելով աշխատասեր տղամարդ, գնում եւ բերում է մի փոքրիկ էլեկտրաշոկ Ջեյսոնին հարվածով արթնացնելու համար։ Արթնանալուց եւ հագնվելուց հետո Ջեյսոնը Գասի հետ գնում է աշխատանքի։ Ճանապարհին Գասը պատմում է Ջեյսոնին այն մասին, թե որքան աշխատասեր էր նրա պապը նախկինում եւ որքան մեծահոգի էր նա։ Նրանք հասնում են ինչ-որ տեղ մի դաշտում, եւ Գասը սովորեցնում է Ջեյսոնին, թե ինչպես տեղադրել ցանկապատի սյունը։ Նա ասում է նրան շարունակել սյուներ տեղադրելը, եւ քանի որ Ջեյսոնն իր կյանքում ոչ մի օր չէր աշխատել, հարցնում է Գասին, թե գրողը տանի, ինչ նկատի ունի դրանով։ Գասը պարզապես ասում է նրան, որ ճաշը շուտով կբերվի։ Դա տեղի է ունենում նույն ձևով հաջորդ առավոտյան։ Ջեյսոնը վերջապես որոշում է աշխատել այս անգամ եւ հասցնում է դաշտում մի քանի ցանկապատի սյուն տնկել։ Երբ Գասը գալիս է դրանց նայելու, Ջեյսոնը հարցնում է նրան, թե արդյոք դուր է գալիս իր աշխատանքը։ Գասը չի պատասխանում եւ իր բեռնատարով պոկում է ցանկապատերը, ակնարկելով, որ նրա աշխատանքը փնթի է։ Հաջորդ առավոտյան Ջեյսոնը խոսում է նույն աղջկա հետ, ով համոզել էր իրեն գնալ։ Նա հասկանում է, որ պետք է ավարտի իր աշխատանքը, իր նվերը ստանալու համար։ Սա դրդում է նրան ավելի քրտնաջան աշխատել։ Այս անգամ նա սկսում է ավելի ջանասիրաբար աշխատել, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես է նա այս անգամ ավելի լավ տեղադրում ցանկապատի սյուները։ Նա դառնում է ավելի աշխատասեր։ Նույնիսկ ավելի է հմտանում ցանկապատի սյուների տեղադրման մեջ։ Մի քանի օր անց Գասն այցելում է Ջեյսոնին մի քանի տղամարդկանց հետ եւ ասում Ջեյսոնին գալ իր հետ։ Ջեյսոնն ասում է նրան, որ դեռ չի ավարտել, բայց Գասը պարզապես ասում է նրան գալ իր հետ։ Մենք տեսնում ենք, թե որքան շատ ցանկապատի սյուներ է Ջեյսոնին հաջողվել տեղադրել, ինչը իրոք շատ է։ Գասը Ջեյսոնին հետ է տանում օդանավակայան։ Նա ասում է Ջեյսոնին, որ եթե նա անի ցանկացած աշխատանք այնպես, ինչպես արեց սյուների հետ, ապա կարող է անել ամեն ինչ։ Ջեյսոնը նորից հարցնում է Գասին նվերի մասին, եւ Գասը նորից ծիծաղում է։ Վերադառնալով Համիլթոնի մոտ, Համիլթոնն ասում է նրան, որ սա այն նվերն էր, որ նա պետք է ստանար։ Ջեյսոնը պնդում է գոնե իմանալ այն գումարի չափը, որը պատրաստվում է ստանալ։ Համիլթոնն ասում է նրան չմտահոգվել դրա մասին եւ որ դա շուտով կավարտվի, քանի որ նա գիտի, որ Ջեյսոնը ձախողվելու է։ Համիլթոնն ասում է նրան, որ նա պետք է խոսի իր քարտուղարի հետ, եթե ցանկանում է շարունակել։ Ջեյսոնը որոշում է կատարել հաջորդ առաջադրանքը։ Երբ Ջեյսոնը տուն է հասնում, նա հասկանում է, որ իր ամբողջ տունը լիովին դատարկվել է, եւ երբ նա հետ է գնում ավտոտնակ, տեսնում է, որ իր մեքենան նույնպես տանում են։ Վերադառնալով Համիլթոնի մոտ, Ջեյսոնը դիտում է Ռեդի տեսանյութը։ Ռեդն ասում է նրան, որ դու չես սկսում ապրել, մինչև չես կորցնում ամեն ինչ, եւ որ ինքն իր կյանքում բազմիցս կորցրել է ամեն ինչ։ Ռեդն ասում է Ջեյսոնին, որ հիմա, երբ նա կորցրել է ամեն ինչ, կպարզի, թե ովքեր են իր իրական ընկերները։ Այս անգամ Ջեյսոնի առաջադրանքն է վերադառնալ ամսվա վերջում մեկ իրական ընկերոջ հետ։ Ընթրիքի ժամանակ այն աղջկա հետ, ով համոզել էր Ջեյսոնին գնալ Տեխաս, Ջեյսոնը հարցնում է, թե արդյոք նրանք պետք է ավելի առաջ տանեն իրենց հարաբերությունները, բայց մինչ նրանք խոսում են այդ մասին, ռեստորանի անձնակազմն ասում է նրան, որ իր քարտը մերժվել է, եւ այնուհետև նա ասում է իր ընկերուհուն, որ ինքը ժամանակավորապես անփող է եւ հարցնում է նրան, թե արդյոք նա կարող է վճարել սրա համար։ Ինչպես տիպիկ փողի հետևից վազող, նա վեր է կենում եւ հեռանում։ Տղան պարզում է, որ նա իր իրական ընկերը չէր։ Այնուհետև նա փորձում է զանգահարել իր մյուս ընկերներին, տեսնելու, թե արդյոք նրանք թույլ կտան իրեն մնալ գիշերելու, բայց բոլորը մերժում են։ Առանց այլընտրանքի, նա գնում է իր մոր տուն։ Նա փորձում է ներս մտնել տուն, բայց մայրը նրան ներս չի թողնում։ Նա մորից փող է խնդրում, բայց մայրն ասում է նրան, որ չի կարող որևէ կերպ օգնել իրեն։ Նրանք ասել են իրեն, որ եթե նա նույնիսկ մի փոքր օգնի որդուն, նրանից կխլեն այն ամենը, ինչ նա ստացել է ժառանգությունից։ Այժմ, չունենալով գնալու տեղ, նա քնում է պատահական մի լողավազանի մոտ։ Հաջորդ առավոտյան Ջեյսոնը նստած է այգում, երբ նրան սկսում է նեղություն տալ մի թափառաշրջիկ, ով ասում է նրան, որ դա իր նստարանն է։ Նրանց երկուսի միջև վեճ է սկսվում։ Թափառաշրջիկն ասում է նրան, որ ինքը վիճակ կգցի Ջեյսոնի հետ դրա համար։ Երկուսով փնտրում են 25 ցենտանոց, բայց երկուսն էլ փող չունեն։ Վարդագույն անձրևանոցով աղջիկը գալիս է եւ ասում, որ ինքն ունի 25 ցենտանոց։ Ջեյսոնը նետում է այն, բայց թափառաշրջիկը փախցնում է այն ու փախչում։ Երբ Ջեյսոնը նորից պառկում է նստարանին, աղջիկը հարցնում է, թե արդյոք նա կհետապնդի նրան դրա համար։ Նա ասում է, որ տեսել է նրան հուղարկավորության ժամանակ իր հետաքրքիր մուտքով։ Նրա մայրը փորձում է տանել իր դստերը։ Ջեյսոնը մոտենում է եւ փորձում է գործարք կնքել նրանց հետ։ Նա ասում է, որ իրեն ընկեր է պետք։ Նրանք կարծում են, որ նա տարօրինակ է եւ հեռանում են։ Ջեյսոնը նույնիսկ նկատում է, որ իր նախկին ընկերուհին արդեն գտել է մեկ այլ տղայի, ումից կարող է կառչել։ Մի քանի օր անցնելուց հետո, երբ Ջեյսոնը քնած է այգու նստարանին, նա նկատում է, որ վարդագույն անձրևանոցով աղջիկն ու նրա մայրը ենթարկվում են թափառաշրջիկի կողմից նեղության, ուստի նա փրկում է նրանց։ Ջեյսոնը ի վերջո ընկերանում է աղջկա հետ եւ տանում է նրան ու նրա մորը Համիլթոնի մոտ։ Համիլթոնը հարցնում է աղջկան, թե արդյոք նրանք իրական ընկերներ են։ Որոշ ժամանակ անց Համիլթոնի մոտ մենք իմանում ենք Ռեդի եւ Համիլթոնի ընկերության մասին։ Համիլթոնի օգնականը Ջեյսոնին ասում է, որ այս շենքում կա մի բնակարան պահակի համար, որը նա կարող է վերցնել։
Նա շնորհակալություն է հայտնում նրան եւ գնում է քնելու։ Հաջորդ օրը Ջեյսոնը դիտում է Ռեդի տեսանյութերից։ Ռեդն ասում է նրան, որ ինքը բավականին շվայտ կյանք է վարել մինչ այժմ եւ նա հավանաբար անհաջողությունների մեջ է եղել անցած ամսվա ընթացքում։ Պարոն Համիլթոնը Ջեյսոնին մի չեք է տալիս։ Ջեյսոնը կարծում է, որ դա իր նվերն է եւ հեռանում է դրանով, ասելով, որ այլևս երբեք չի ցանկանում տեսնել Համիլթոնին, բայց նա շուտով հետ է գալիս, երբ հասկանում է, որ դա այն չէ, ինչ ինքը կարծում էր։ Ռեդն ասում է նրան, որ դա աշխատավարձի չեք է այն աշխատանքի համար, որը նա արել է Գասի մոտ։ Ռեդն ասում է Ջեյսոնին համոզված է, որ չի ծախսի այն անիմաստ բաների վրա։ Վերադառնալով այգի, Ջեյսոնը կարծում է, որ ավելի վաղ հանդիպած թափառաշրջիկին մի քիչ փող տալը բավական կլինի, բայց երբ նա մոտենում է նրան, նկատում է, որ նա փորփրում է ինչ-որ մեկի պայուսակը։ Սա այն պայուսակն էր, որը պատկանում էր Էմիլիին նրա ձեռք բերած ընկերուհուն։ Պարզում ենք, որ նա քաղցկեղ ունի։ Տղան մտնում է նրա սենյակ եւ հեռանում շոկի պատճառով։ Դրսում նա հանդիպում է նրա մորը։ Նա հարցնում է նրան, թե ինչ է պատահել Էմիլիի հետ, եւ պարզում է, որ նա լեյկեմիա ունի։ Նա փորձում է օգնել նրանց, բայց Էմիլիի մայրն ասում է նրան, որ թույլ չի տա հարուստ երեխային խաղ խաղալ իր դստեր հետ։ Այնուամենայնիվ նա վճարում է $1600, որն անհրաժեշտ էր Էմիլիի վիրահատության համար։ Վերադառնալով Համիլթոնի մոտ, Ռեդն ասում է նրան, որ հիմա, երբ նա տվել է նրան քրտնաջան աշխատանքի եւ ընկերների նվերը, նա այժմ կտա նրան ընտանիքի նվերը։ Ջեյսոնը գնում է նորից հանդիպելու Էմիլիին, բայց նրան սենյակում չի գտնում։ Բուժքույրն ասում է նրան, որ Էմիլիին եկեղեցում է։ Ջեյսոնը խոսում է Էմիլիի հետ։ Նրանք երկուսով սրտաճմլիկ զրույց են ունենում։ Աղջիկը խոսում է իր պատկերացումների մասին, թե ինչպիսին է դրախտը։ Էմիլին ասում է նրան, որ ինքն անընդհատ մտածում է մահվան մասին։ Այս տեսարանը շատ սրտաճմլիկ է նույնիսկ Ջեյսոնի համար։ Նա փորձում է մխիթարել նրան։ Էմիլին հարցնում է Ջեյսոնին, թե ինչ է լինելու իր մոր հետ իր մահից հետո։ Ջեյսոնը պատասխան չունի, ուստի նա պարզապես փորձում է մխիթարել նրան։ Էմիլին ասում է Ջեյսոնին հաշտվել միավորվել իր մոր հետ։ Ջեյսոնը գնում եւ փորձում է խոսել Էմիլիի մոր հետ, ով հենց նոր վատ լուրեր է ստացել իր դստեր մասին։ Ջեյսոն գնում է նրա մոտ եւ փորձում մխիթարել նրան։ Նրանք երկուսով ջերմ պահ են կիսում հիվանդանոցի ճաշարանում։ Նա պատմում է Ջեյսոնին Էմիլիի եւ նրա հոր մասին, եւ թե ինչպես ամեն ինչ այսպես ավարտվեց։ Ջեյսոնը հարցնում է Ալեքսիային, թե արդյոք նա կմիանա իրեն գոհաբանության օրվա համար։ Նա մերժում է ասելով, որ Էմիլին իր կարիքն ունի։ Վերադառնալով Էմիլիի մոտ, Ալեքսիան խոսում է նրա հետ Ջեյսոնի առաջարկի մասին։ Էմիլին ասում է Ալեքսիային գնալ։ Էմիլին ստիպում է իր մորը գնալ։ Նրանք երկուսով գնում են Ջեյսոնի ընտանեկան տուն, եւ Ջեյսոնն ասում է Ալեքսիային պատրաստվել զսպել իրեն։ Ընթրիքի ժամանակ մի երեխա գողանում է մի սարք, որը Ջեյսոնին տրվել էր Համիլթոնի կողմից։ Ընտանիքը վեճի մեջ է մտնում միմյանց բիզնեսի վերաբերյալ եւ խոսում են Ռեդի բիզնեսի մասին։ Նրանք պարզում են, որ Ջեյսոնը նույնպես Ռեդի կտակի մի մասն էր։ Պարզում են, թե որքան անառողջ է Ջեյսոնի ընտանիքը։ Մի փոքր վեճից հետո, որտեղ նրա ընտանիքի անդամները հարցնում են Ջեյսոնին, թե ինչ է նա ստացել, Ջեյսոնը զայրացած հեռանում է։ Տուն վերադառնալու ճանապարհին Ալեքսիան հարցնում է Ջեյսոնին իր անցյալի մասին։ Նա ասում է նրան, որ նա կարող է բաց թողնել իր անցյալը։ Նրանք խոսում են Ջեյսոնի ժառանգության մասին։ Ալեքսիան ասում է Ջեյսոնին, որ կփորձի հետ վճարել Ջեյսոնին այն $1600, որը նա վճարել էր Էմիլիի համար։ Ըստ ամենայնի, նրանց ժամադրությունն այնքան էլ լավ չանցավ։ Ջեյսոնը գնում է Համիլթոնի տուն, եւ նրանք երկուսով խոսում են ընտանիքի եւ սիրո մասին։ Համիլթոնը պատմում է Ջեյսոնին իր հանգուցյալ կնոջ մասին։ Ջեյսոնն ասում է Համիլթոնին, որ ինքը նույնպես գուցե գտել է այդպիսի մեկին, եւ Համիլթոնն ասում է Ջեյսոնին փայփայել նրան։ Համիլթոնը ցուցադրում է Ջեյսոնին Ռեդի տեսանյութից եւս մի մաս։ Ռեդն ասում է Ջեյսոնին, որ ցավը նույնպես ուսուցիչ է յուրովի։ Այս պահին Համիլթոնը Ջեյսոնին եւս մեկ նամակ է տալիս։ Նամակը կարդալուց հետո Ջեյսոնն ասում է, որ չի անի դա։ Ջեյսոնը նորից այցելում է հիվանդանոց։ Էմիլին հարցնում է Ջեյսոնին, թե ինչու է նա եկել։ Ջեյսոնն ասում է Էմիլիին, որ նա պետք է որոշ ժամանակով լքի երկիրը, եւ նա վախենում է նրանից, ինչ թողնում է հետևում, որոնք են Էմիլին եւ Ալեքսիան։ Էմիլին ասում է նրան հեռանալ եւ վերադառնալ մինչեւ Սուրբ Ծնունդ։ Ջեյսոնը ժամանում է Էկվադոր։ Նրան դիմավորում է մի կին, ով ասում է, որ ցանկանում է Ջեյսոնին ցույց տալ այն գրադարանը, որը Ռեդը կառուցել էր։ Տիկինը Ջեյսոնին տալիս է մի նամակ, որը նա գտել էր Ռեդի գրասեղանի վրա։ Դա մի նամակ էր, որը երիտասարդ Ջեյսոնը գրել էր Ռեդին։ Հաջորդ օրը Ջեյսոնն աշխատում է գրադարանում, նորոգելով գրքերը, կազմելով դրանք եւ նույնիսկ նոր գրքեր տեղադրելով։ Մինչ նա աշխատում է, մի տղամարդ այցելում է Ջեյսոնին։ Նա ասում է Ջեյսոնին, որ ինքն այստեղ է եղել այն օրը, երբ Ջեյսոնի հայրը մահացել է։ Տղան խնդրում է նրան տանել իրեն այնտեղ, բայց տղամարդն ասում է, որ դա թմրաբարոնի տարածքն է եւ նրանք չեն կարող գնալ այնտեղ։ Միևնույն ժամանակ տեղացիները խնջույք են կազմակերպում Ջեյսոնի եւ նրա ընտանիքի համար։
Հաջորդ օրը Ջեյսոնը գաղտագողի հեռանում է վաղ առավոտյան և որոշում է ջիպով գնալ այնտեղ, որտեղ իր հայրը մահացել էր։ Այն տղամարդը, ով Ջեյսոնին ասել էր, որ չի կարող տանել նրան այնտեղ, որտեղ իր հայրը մահացել էր, թաքնվել էր մեքենայի հետևի մասում։ Նրանք երկուսով գնում են այնտեղ, որտեղ Ջեյսոնի հայրը մահացել էր։ Նրանք հանդիպում են կործանված ինքնաթիռի, բայց շուտով նրանք ընկնում են թմրաթրաֆիկով զբաղվողների դարանակալման մեջ։ Նրանց պատանդ են պահում փրկագնի համար, մի քանի ամիս է անցնում, և Ջեյսոնը հասկանում է իր կյանքի սխալները։ Նա նաև ավելին է պարզում իր հոր մասին, որոշ ժամանակ անց Ջեյսոնին հաջողվում է փախչել։ Նա նույնիսկ փրկում է իրեն այնտեղ ուղեցողին, նրանք երկուսով հասնում են անվտանգ վայր։ Ջեյսոնը վերադառնում է տուն և օդանավակայանում հանդիպում է Ալեքսիային, նա հարցնում է Էմիլիի մասին, պարզվում է, որ Էմիլին ապրելու քիչ է մնացել։ Դրանից հետո Ջեյսոնը ստանում է նամակների մի ցուցակ իր պապից, ինչպես նաև Ջեյսոնի հոր մահվան մանրամասները։ Որոշ ժամանակ անց Ջեյսոնը այցելում է Էմիլիին, նա նրան մի փոքրիկ նվեր է տալիս, նա ասում է աղջկան, որ կարոտել էր, աղջիկը բարկանում է նրա վրա Սուրբ Ծնունդը բաց թողնելու համար։ Էմիլին ասում է նրան, որ ինքն ուզում է իր Սուրբ Ծնունդը հիմա։ Ջեյսոնը համաձայնում է, նա Համիլթոնից խնդրում է իր պապի ինքնաթիռը, քանի որ ցանկանում է տանել Ալեքսիային և Էմիլիին Գասի մոտ Սուրբ Ծննդի համար։ Նրանք հաճելի Սուրբ Ծնունդ անցկացրեցին միասին Գասի տանը, նրանք բոլորը հաճելի պահ են կիսում Գասի ֆերմայում։ Ջեյսոնն ու Ալեքսիան պաշտոնապես միավորվում են և դառնում զույգ։ Գիշերը Ջեյսոնը դիտում է Ռեդի տեսանյութի վերջին րոպեները, որը նա պատրաստել էր Ջեյսոնի համար։ Նա ասում է Ջեյսոնին, որ ժամանակն է, որ Ջեյսոնը հիմա ինչ-որ բան երազի։ Որոշ ժամանակ անց նա նորից խոսում է Էմիլիի հետ, նա հարցնում է նրան, թե որն է իր երազանքը, եթե նա կարողանար երազել ինչ-որ բանի մասին։ Աղջիկն ասում է Ջեյսոնին, որ իր երազանքն էր ունենալ կատարյալ օր, և որ ինքը հենց նոր ավարտեց իր երազանքը։ Նա գրկում է նրան, Էմիլին հարցնում է Ջեյսոնին, թե որն է իր երազանքը։ Տղան ասում է նրան, որ չգիտի, աղջիկն ասում է նրան, որ չնայած նա չունի իր սեփական երազանքը, սակայն նրան հաջողվեց տալ իրեն իր երազանքը։ Նա ասում է Ջեյսոնին չփչացնել ամեն ինչ Ալեքսիայի հետ, և նրանք երկուսով հաճելի պահ են կիսում միասին։ Այնուհետ Ջեյսոնը խոսում է Համիլթոնի և նրա խորհրդի հետ, նա ասում է, որ մինչ այժմ ինքը միայն աննպատակ կյանքով է ապրել։ Նա ասում է նրանց, որ չնայած ինքը չունի երազանք, գիտի, որ կարող է օգնել ուրիշներին իրականացնել իրենց երազանքը։ Խորհրդի հետ խորհրդակցելուց հետո Համիլթոնն ասում է Ջեյսոնին, որ նա անցել է Ռեդի թեստը, և որ նա ստանում է $100 միլիոն անելու այն ամենը, ինչ ցանկանում է անել։ Ջեյսոնն ասում է, որ այդքան էլ չի ուրախանում գումարը ստանալուց, և նրանք ասում են, որ դա այն պատճառով է, որ նա հիմա այլ մարդ է։ Ջեյսոնը փոքրիկ հանդիպում է կազմակերպում իր հոր ընկերության խորհրդի անդամների հետ, նա նրանց ցույց է տալիս բնակելի համալիր հիվանդանոցի մի նոր գաղափար, որը կոչվում է Էմիլիի տուն։ Մինչ նա ավարտում է ելույթը, Ալեքսիան զանգ է ստանում և արագ հեռանում։ Էմիլիի հետ ինչ-որ բան այն չէ, պարզում է, որ Էմիլին մահացել է։ Էմիլիի հուղարկավորությունից հետո Համիլթոնը Ջեյսոնին հետ է տանում կոնֆերանսների սենյակ, որտեղ կա վերջին մի բան, որը Ռեդը պետք է ցույց տար Ջեյսոնին։ Պարզվում է, որ Ռեդը գիտեր, որ Ջեյսոնը ճիշտ կծախսի $100 միլիոնը։ Ռեդն ասում է նրան, որ հպարտ է նրանով, և որ նա վերջապես ճիշտ է վարվել նրա հանդեպ։ Ռեդն ասում է Ջեյսոնին, որ սիրում էր նրան։ Դրանից հետո Համիլթոնը Ջեյսոնին տալիս է վերջնական նվերը, որը Ռեդը թողել էր նրան, որը Ռեդի սեփականության, կալվածքի, ներդրումային պորտֆելի և $2 միլիարդ արժողությամբ մնացած ամեն ինչի ամբողջական փոխանցումն է Ջեյսոնին։ Որոշ ժամանակ անց Ջեյսոնը երևում է Ալեքսիայի հետ նստած, նա շնորհակալություն է հայտնում նրան ամեն ինչի համար, և նրանք երկուսով համբուրվում են ֆիլմը հասցնելով ավարտին։ Եթե ձեզ դուր եկավ այս ամփոփումը, խնդրում ենք հավանել տեսանյութը, բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել զանգակի նշանի վրա։ Անպայման տեղեկացրեք մեզ, թե ինչ եք մտածում ֆիլմի մասին ստորև, մեկնաբանությունների բաժնում։ Վայելեք ֆիլմերի այլ ամփոփումներ մեր ալիքում։ Շնորհակալություն դիտելու համար։